Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն հայ կալիքի, հարգելի բաժանորդներ, այսօր ես ուզում եմ կարևոր վերլուծություն անել և տեղեկություն տրամադրել Թուրքիայում տեղի ունեցող վերջին օրերի զարգացումների վերաբերյալ, ինչ է տեղի ունենում Թուրքիայում, սա շատ կարևոր է և անդրադառնալու է իհարկե տարածաշրջանում իրողությունների վերափոխման ու զարգացման ընթացքին, իսկ ինչ է իրականում տեղի ունենում, հետևյալն է. Էրդողանը, ով իրեն սուլթան է զգում, Թուրքիայի Հանրապետության սուլթան է զգում, ձերբակալել է Կոստանդնուպոլսի քաղաքապետին և նրա շատ փաստորեն աջակից ընդդիմադիր այլ գործիչների հասարակական և քաղաքական հայտնի ակտիվ դեմքերի։ Ինչ նախապատմություն ունի այս ամենը։ Վերջին 4 ընտրություններում Կոստանդնուպոլսի քաղաքապետ է ընտրվել մի մարդ, ով հաղթել է Էրդողանի կուսակցության ներկայացուցիչին։ Կոստանդնուպոլսի քաղաքապետը դա Թուրքիայում երկրորդ կարևորության պաշտոնն է նախագահի պաշտոնից հետո, քանի որ բոլոր նախարարներին նշանակում է նախագահը, իսկ քաղաքապետը Կոստանդնուպոլսի ընտրովի է և նախագահը չի նշանակում, դա դառնում է երկրորդ նշանակությամբ ամենամեծ պաշտոնը և Էրդողանը փաստորեն չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքը 4 անգամ անընդմեջ վերջին տարիներին պարտվել է 2012 թվականից սկսած պարտվել է Կոստանդնուպոլսում և իր թեկնածուն չի կարողացել փաստորեն հաղթի ներկայիս Կոստանդնուպոլսի քաղաքապետին, ում մարտի 19-ին ձերբակալել են։ Ձերբակալումից առաջ Կոստանդնուպոլսի քաղաքապետը հայտարարել էր, որ ինքը մասնակցելու է նախագահական հաջորդ ընտրություններին և փորձագիտական շրջանակների գնահատմամբ այս մարդը ամենահավանական և լուրջ թեկնածուն էր ընդդիմադիր Էրդողանի ռեժիմին ու ուներ լուրջ շանսեր Էրդողանին նախագահական ընտրություններում հաղթելու։ Էրդողանը այսպիսով այս մարդուն ձերբակալելով կրակում է իր վերջին փամփուշտը ստիպված, քանի որ ծերուկ սուլթանը լավ է հասկանում, որ ինքը մրցակից որպես արդար մրցակցության պայմաններում շատ մեծ դժվարություններ է ունենալու Կոստանդնուպոլսի քաղաքապետի հետ մրցելիս և հավանականությունը մեծ է, որ կպարտվի Էրդողանը հաջորդ ընտրություններում և նա հրամայել է բարձրագույն կրթության բուհի դիպլոմից զրկել այս քաղաքապետին Կոստանդնուպոլսի, այնուհետև հաջորդել է դրան ձերբակալությունը։ Հասարակությունը բավականին բորբոքված է, մարդիկ հասկանում են, քաղաքաբնակ հասարակությունները, ընդ որում ոչ միայն Կոստանդնուպոլսում, նաև Անկարայում տեղի են ունեցել տասնյակ հազարավոր մասնակիցների ցույցեր, որ սա քաղաքացիական հեղաշրջում է։ Իշխանությունը Էրդողանը ապօրինի հրամաններով խլում է և զրկում է ժողովրդին այլևս ընտրությունների միջոցով ընտրություն կատարելու նոր թեկնածուի, որևէ այլ թեկնածուի ընտրելու իրավունքից, սահմանադրական իրավունքից։ Մարդիկ հասկանում են, որ սա զուտ ինչ-որ մի անձի, տվյալ դեպքում Կոստանդնուպոլսի քաղաքապետի պայքարը չէ, այլ ընդհանուր Թուրքիայի Հանրապետության բոլոր քաղաքացիներին վերաբերող խնդիր է։ Եվ Կոստանդնուպոլիսը լինելով Թուրքիայի ամենամեծ բնակչությամբ քաղաքը, կարևորագույն դեր է խաղալու ներկայիս և սպասվող զարգացումների հետ կապված։ Փաստորեն Էրդողանը գնացել է ստիպված վաբանկ, հասկանալով, որ ինքը չի կարող այլևս դիմակայել արդար միջոցներով, մրցակցային միջոցներով Կոստանդնուպոլսի քաղաքապետին, նա հրաման է տվել զրկել նրան բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմից և ըստ օրենսդրության բարձրագույն
կրթության դիպլոմ չունեցող քաղաքացին իրավունք չունի լինել նախագահի թեկնածու, մասնակցել նախագահական ընտրություններին, այնուհետև դրան հաջորդել է նրա ձերբակալությունը։ Հետևենք Թուրքիայում զարգացումներին, ես ուզում եմ հնչեցնել գնահատական, որ Էրդողանը հնարավոր է զգալով համաժողովրդական մեծ ճնշումը, որը թափ է հավաքելու անկասկած, ստիպված կարող է ազատ արձակել տվյալ մարդուն, Կոստանդնուպոլսի քաղաքապետին, քանի որ նա կզգա ուղիղ իր իշխանության կորստի վտանգ։ Ժողովուրդը ոչ միայն Կոստանդնուպոլսում, նաև այլ քաղաքներում շատ լուրջ է տրամադրված եւ հնարավոր է, որ այդ ձերբակալությունների ֆոնին Էրդողանի իշխանությունը իրոք երերա եւ Էրդողանի իշխանության կորստի վտանգներ զգա։ Կոստանդնուպոլսի քաղաքապետի ձերբակալության հետ կապված ուշագրավ է, որ իրենց մտահոգություններն են հայտնել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բեբոկը, Փարիզի եւ Աթենքի քաղաքապետները։ Նրանք իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Կոստանդնուպոլսի քաղաքապետին եւ իրենց զայրույթը ու վրդովմունքն են արտահայտել կատարված փաստի վերաբերյալ։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը եւ հետևենք հայ գալիքին։ Խնդրում եմ բաժանորդագրվել անպայման, տարածել այս տեսանյութը։ Կրկնում եմ, Թուրքիայում զարգացումները, Էրդողանի ռեժիմի անկումը շատ մեծ իրադարձությունների ու փոփոխությունների սկիզբ կարող է հանդիսանալ տարածաշրջանում եւ ընդհանրապես զարգացումներում եւ ներհայաստանյան եւ Հայաստանին վերաբերող շատ հարցերում։ Շնորհակալություն։